մեր Աստծուն եղբայրներ քրեր, որ Տերը իսկապես մեզ պահեց մահվանե եւ այստեղ ժողովեց, որ մենք մեկ օր եւս ունենանք իր փառավոր գալստին երկնային արքայությանը պատրաստվելու համար, մեկ օր եւս ունենք հնարավորություն ապաշխարելու, Աստծո հետ խաղաղություն, հաշտություն ձեռք բերելու, մեր մեղքերը ճանաչելու համար, փոխվելու, նորոգվելու, ազատագրվելու ամեն անիրավությունից եւ մեր այստեղ հավաքվելու նպատակը սա է, Տերը մեզ պատրաստում է, սիրելիներ, որպեսզի մենք ամբից եւ անարատ լինենք սիրո մեջ, խաղաղության մեջ։ Ես այսօր կարդալու եմ Եփեսացիս նամակից 5-րդ գլխից 15 համարից, ուստի նայեցեք, որ զգուշությամբ քայլեք ոչ թե ալմիտների նման, այլ իմաստունների ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են։ Դրա համար ալմիտ մի եղեք, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը եւ մի հարբեք գինով, որի մեջ չափնացնել կա, այլ լցվեցեք հոգով։ Ամեն։ Աստծո խոսքն ասում է, նայեք ինչպես զգուշությամբ վարվեք, քայլեք զգուշությունով։ Աստված մեզ ասում է ոչ թե որպես հիմարներ, հապա իմաստուններ։ Հոգևոր կյանքը պահանջում է ամենայն զգուշություն եղբայրներ քրեր։ Հոգևոր կյանքը պահանջում է ուշադրություն եւ զգաստություն եւ զգոնություն։ Մենք խավար ուժերի հետ գործ ունենք։ Մենք պատերազմի մեջ ենք գտնվում։ Մենք ապրում ենք չար աշխարհի մեջ, մենք ունենք թշնամի եւ ոչ միայն թշնամիներ ունենք, մենք ապրում ենք մեղանչական մարմնի մեջ։ Մենք գործ ունենք Աստծո հետ, մենք գործ ունենք մեղքի հետ, հոգեվոր կյանքը մեծ զգուշություն է պահանջում սիրելիներ։ Եվ քրիստոնյան պետք է իր հոգեվոր կյանքի ամբողջ ընթացքում ամենայն զգուշություն անի։ Մի խոսքի պատճառով Տերը կարա մեզ գեհենի կրակը գցի։ Մի խոսքի պատճառով, մի արտահայտության, որ ասում է, եթե մեկը իր եղբորը հիմար ասի կամ անմիտ ասի, գեհենին պարտականա։ Մեր մի արարքի պատճառով Տերը մեզ կարա անդրանիկությունից զրկի։ Մեր անհոգության պատճառով մենք կարանք կորցնենք մեր փրկությունը։ Մեր անունը ինչպես գրված է, այդպես էլ կարա ջնջվի կյանքի գրքից։ Հոգևոր կյանքը, սիրելիներ, զգուշություն է պահանջի, որ մենք գնալով միջև վերջը գնանք հասնենք փրկությանը։ Քանի երկրի վրա ենք, քանի աշխարհի մեջ ենք, քանի մարմնի մեջ ենք ապրում, մեր փրկությունը միշտ հարցականի տակ է ինչ որտեղ։ Չեմ ասում, որ մենք միշտ կասկածենք, որ փրկված ենք, բայց մեր փրկությունը պայմանական է։ Պայմանական է, եղբայրներ քրեր։ Մենք սա պետք է հիշենք։ Ինչպես գրվել է, այդպես կարա ջնջվի, ով որ միջև վերջը համբերի։ Պողոս առաքյալը ասում է, հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, բարի պատերազմս պատերազմեցի, հիմա ասում է, ինձ համար պատրաստվում է արդարության պսակը։ Նա է մրցանակը առնում, ով որ միջև վերջը վազի։ Եվ Պողոս ասում է, որ այնպես վազենք, որպեսզի հասնենք։ Ուրեմն առաջնահերթ եղբայրներ եւ քույրեր, մեր անձերին պետք է զգուշություն անենք։ Ես կկարդամ Ղուկասի ավետարանից 17-րդ գլխից։ Երրորդ համարից զգուշացեք ձեր անձերի համար, եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, հանդիմանիր նրան, եւ եթե ապաշխարի ների նրան, եւ եթե 7 անգամ քո դեմ մեղանչի ու 7 անգամ դառնա ու ասի ապաշխարում եմ, պետք է ներես նրան։ Առաջնահերթ սիրելիներ, մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր անձերի համար։ Ով որ մտածում է թե կանգուն է, հաստատուն է, թող զգուշանա, որ չընկնի, ասում է ավետարանը։
քրիստոնյան չպետք է լինի ինքնավստահ, ինքնահավան, վայ նրանց ասում է, որ իրանք իրանց իմաստունի տեղ են դնում։ Բարձր բաներ չխորենք, ասում է Աստվածաշունչը։ Մենք այս մարմնի մեջ լինելով միշտ ընդունակ ենք սայթակելու։ Չպետք է քրիստոնյան ինքնավստահ լինի։ Տեսեք Պետրոս առաքյալը թե ինչից էր ինքնավստահություն ձեռք բերել, թե որ Տերը իր մեջ շնորհք ավելին էր դրել իհարկե, թե Տիրոջ ավելի շատ էր սիրում, էդ էլ չկապ ունի։ Ինքնավստահությունը, ինքնահավանությունը վտանգավոր բաներ են, սիրելիներ։ Եթե դու արդեն քո անձի վրա վստահ ես, եթե դու մտածում ես, որ դու արդեն հասել ես, եթե դու մտածում ես, որ դու չես սայթակի, դու չես, քեզ դա չի վերաբերվում հոգևոր անկում կամ հոգևոր սայթակում, դու շփոթության մեջ ես, խաբված վիճակի մեջ ես։ Քանի որ երկրի վրա ենք վտանգը կա, սպառնալիքը կա, մենք հոգևոր պատերազմի մեջ ենք եւ Պետրոսը, որը շատ ինքնավստահ էր, տես շատ ինքնավստահության պատճառով ընկավ մեծ փորձության մեջ։ Եղբայրը օրինակ բերեց անցան ժողովին, որ փորձությունը բացահայտում է մեր իրական պատկերը, մենք իսկականից ովքեր ենք։ Բայց անկախ դրանից եղբայրները գրում մենք չպետք է մեր անձերի վրա վստահենք, մեր վստահությունը պետք է լինի Աստծո վրա։ Չպետք է մենք մտածենք, որ դա մեզ չի վերաբերվում։ Զգուշությունը միշտ պետք է։ Զգուշություն արա ասում է քո անձին ավետարանը։ Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, հանդիմանի նրան։ Ոչ թե պետք է մեր սրտերը դառնությունով լցնենք, ոչ թե պետք է նեղվենք ու սկսենք հետևից խոսալ, ոչ թե պետք է մեր սրտերի մեջ կուտակենք, հավաքենք, լցնենք, գրանցենք, ֆիքսենք օրը, ժամը, այդ երբ ասեց, ու հետո սկսենք բամբասել, չարախոսել, ու հետո այդ ամեն ինչը գա այն վիճակի հասնի, որ արդեն մեր սրտերը չարանում է, որ մենք արդեն Կայենի նման ենք դառնում, որ ոչ թե արդեն չենք սիրում մեր եղբորը, այլ արդեն սկսում ենք ատել եղբորը։ Եվ ավետարանը ասում է, եթե սրտանց չներես քո եղբորը իր հանցանքները, այդպես էլ քո հայրը քեզ հետ կվարվի։ Զգուշ պետք է լինենք սիրելիներ, որ մեր սրտերի մեջ չարը արմատ չբուսնի, որ նեղությունը չծավալվի։ Դրա համար Աստվածաշունչն ասում է գնա եւ քո եղբորդ հետ հաշտվիր, երբ որ դու եւ ինքը մենակ եք։ Ավելի լավ է գնաս հանդիմանես եղբորդ, կամ ասես եղբայր, ես քեզանից նեղվել եմ։ Ուզում եմ որ հասկանանք իրար։ Հաշտվիր նույնիսկ ասում է ոսոխիդ հետ էլ, մենակ եղբոր վրայով չի ասում, քո ոսոխի հետ էլ պետք է հաշտ լինես։ Ով է մեր ոսոխը։ Աշխարհիկ մարդը կարա մեր ոսող, մեր թշնամին լինի, բայց մենք պետք է մեր հարցերը կարգավորենք։ Ճիշտ է, կարող է այդ մարդը ինձ չի ճանաչում, բայց ես իր նկատմամբ չարությունով լցվեմ։ Հոգևոր կյանքը սիրելիներ զգուշություն է։ Եթե ես այսօր ինչ որ մեկին թեկուս աշխարհիկ մարդուն սկսեմ ատել, այդ ատելությունը կարա արդեն փոխանցվի եղբորդ վրա էլ, ընտանիքի մեջ էլ, մարդուկին էլ կարա իրան ատեն արդեն, եւ այլը եւ այլը։ Դավիթը ասում է անօրինությունը անօրեններից է դուրս գալիս։ Եվ իր ձեռքը չբարձրացրեց Սավուղի վրա, թույլ չտվեց, որ ինքը ապականվի Սավուղի պատճառով։ Թեպետ Սավուղը դրան արժանի էր, եւ եթե նույնիսկ Դավիթը սպաներ Սավուղին, արդարացի կլիներ ինչ որ չափով։ Որտեղ անմեղ, անտեղի հալածում էր Դավիթին։ Բայց Դավիթը իր անձի համար ասեց անօրինությունը անօրիններից է դուրս գալիս։ Ես ասում եմ ձեռքը չեմ բարձրացրի Տիրոջ օծյալի վրա։ Մենք մեր ձեռքը չբարձրացնենք, սիրելիներ, մեր բերանը, մեր լեզուն չբարձրացնենք մեր եղբոր դեմ, մարդկանց դեմ, փառքերին հայհոյելու, սրա նրա պիտակներ դնելու, սրա նրան դատելու, զգուշություն անենք, եղբայրներ քույրեր, զգուշություն անենք։
ուրիշներին պիտակներ, անուններ, մականուններ։ Ես օրինակ որ բանակում ծառայում եմ, ինքան զարմանալի վիճակ էր։ Մի մասը զինվորների մի մասը անուն չունեին, այսինքն ունեին, բայց այդ անունը խամրած էր, չգիտես դրա անունը, չգիտես։ Իրան ճանաչում են որպես Եզո։ Մեկը Եզո էր, մեկը Մոմ էր, մեկը Պատշիվ էր, մեկը ես ինչ անուններ են դրել մարդկանց։ Ես էլ պիտի ման գայի իր իսկական անունը, ես չէի սիրում նման բան։ Ես չէի ընդունում դա։ Աստված մարդուն անուն ա դրել, ինչու ես պետք է նրան Մոմ ասեմ։ Նիհարեր այդ անձնավորությունը անունը Մոմ էին դրել, մեկին Մոծակ են ասում, մեկին եսի ինչեր են ասում։ Ես մարդկանց իրանց անուններով էի դրել։ Եթե կենթանիներին Ադամը անուններով էր դիմում, մարդու ոնց կարելի է իր անունը թողած եսի ինչ բաներ օգտագործենք մարդու դեմ։ Կեղտոտ, անօրեն, զզվելի, ես իմ Եզո, հիմար, ով ես դու։ Դու ով ես։ Քեզ ով է դատավոր դրել։ Սաղին պիտակներ դնես, սաղին անուններ դնես։ Իսկի անասուններին Ադամը կենթանիներին Աստված է իրան տվել, որ անուններ դնի։ Ու ես մտածում եմ, որ չարությունով չէր դնում այդ անունները։ Բայց քեզ ով է իրավունք դե մարդկանց պիտակավորես։ Զգուշություն անենք եղբայրներ քույրեր իրապես մեր անձերին որպեսի մեր վրա չգա դատապարտությունը զգուշություն արեք ասում է ձեր ստերը չծանրանան կերուխումով այս աշխարհի հոգսերով քրիստոնյան պետք է միշտ իրան անալիզ անի ամեն օր պետք է մենք մեզ անալիզ անենք միգուցե մի բան այն չարեցինք միգուցե մի բան այն չասեցինք մի անգամ էլ աղոտ կարա մի անգամ էլ խնդրի Տիրոջը թող քո անձը փորձվի թույլ տուր եղբայրներին թույլ տուր քույրերին թույլ տուր մարդկանց քո անձը փորձեն մի մտածի որ դու չես կարա սխալվես Սուրբ Գիրքն ասում է խորհուրդը լսիր իմաստուն կդառնաս մի մտածի որ քեզ խորհուրդ պետք չի դու ինքդ էլ ավետարանը լավ գիտես այնքան փորձառություն ունես հոգևոր կյանքում քեզ ասող պետք չի Աստվածաշունչն ասում է լսիր խորհուրդը չեմ ասում ամեն խորհուրդ պետք է ընդունենք բայց խորհուրդը պետք է լսենք 1 2 3 4 5 աչի ձախից ասում են ախպեր ջան քույրիկ ջան այս բանը մի արա այս բանը այսպես պետք է անես եւ դու մերժում ես Աստված մարդկանց բերանով է խոսում Աստված կարա օգտագործի նույնիսկ էշինել Քեզ շտկելու համար էշին էլ կարա օգտագործի էշը իր ճամպեն փոխի էշը քեզ չլսի ու չենթարկվի որ դու հասկանաս որ դու սխալ ես գնում տարբեր ճանապարհներով տարբեր միջոցներով Աստված մեզ ուզում է շտկել եղբայրներ քույրեր մենք պետք է զգուշություն անենք տեսեք Ինչ ասում Եբրայեցիս նամակի մեջ Պողոս առաքյալը զգուշություն անեք որպեսի այն լսողին որ երկնքից խոսում է խոսողին չանարգենք Քսանինք համարը 12-րդ գլխի Եբրայեցիս նամակ զգուշացեք չլինի թե մերժեք նրան որ խոսում է որովհետև եթե երկրի վրա պատգամ տվողին մերժողները չկարողացան ազատվել որքան ավելի մենք որ եթե երկնքից խոսողին մերժենք չլինի թե մերժեք նրան որ խոսում է եղբայրը քարոզում է եղբայրը խրատում է հովիվ աղբերա սպասավոր աղբերա կամ ծնողը բան ասում ու դու քո անզեղ սրտով ասում է ավետարանը քո կարծրասրտությամբ կարող ես արհամարես քրիստոնյան այսպես չպետք է լինի միգուցե մենք խոսողին ենք մերժում Հիմի որ Սամսոնին իր ծնողները խրատում էին ոնց եք մտածում օթից էր այդ ամեն ինչը Աստծուց չէր այդ պատգամը այդ խրատը որ ասում էին այ տղա մեր ժողովրդի մեջ մի աղջիկ չկա որ գնացել ես փղշտացիներից ես աղջիկ ուզում Օթից էին խոսում ծնողները
թե դա այլ էր Աստվածանի։ Ես հավատում եմ, որ Աստվածանից էր։ Եվ այնքան բաներ կա, որ հասարակ մարդկանց միջոցով, նույնիսկ աշխարհի մարդկանց միջոցով Աստված կարա քեզ այնպես խրատ տա, որ դա լինի երկնածին լինի, չլինի թե երկնքից խոսողին մերժենք, եղբայրը ասում է ինչ-որ բան, քույրիկը ասում է, ծնողը խրատում է, կողից մարդիկ տեսնում են թերություն սխալ, ասում են ինչ-որ մի բան, մենք չպիտի մտածենք, ես օրինակ հիշում եմ մի եղբոր, որ հիվանդ էր, ինչքան հիշում եմ, ասում էր, Տերը ինձ պիտի բժշկի, ու Տերը տենց է չբժշկեց, կամ մարդիկ մտածում են, Աստված ինձ կասի կգամ ժողով, Տերը եթե ինձ ասի վեր կաց գնա հավաքույթ, գնալու եմ, ու Աստված չի ասում Աստված, գիտենք եղբայրներ քույրեր, մենք չպետք է Աստծո վրա պայմաններ դնենք, թե Աստված ոնց պիտի խոսա, չէ, վկաների նման, մեզ որդին պետք չի, մենք պրյամոյ հորը, ինչ որդի, ինչ Սուրբ Հոգի, ինչ քարոզիչներ կամ եւ այլ պրյամոյ հորը, մենք պրյամոյ հոր հետ գործ ունենք, բայց ոչ մի հոր հետ էլ գործ չունեն, որդուն մերժողը հայրը չունի, ասում Աստվածաշունչը, Ուրեմն Աստված միջոցներ ունի, Աստված մարդիկ ունի, ասում է ձեզ մերժողը ինձ ա մերժում, ձեզ ընդունողը ինձ ա ընդունում, տարբերություն չկա, Աստծո մարդուն մերժեցիր, Աստծուն մերժեցիր, անպայման չի հրեշտակապետը գա քեզ բան ասի, անպայման չի Սուրբ Հոգին քեզ հայտնություն տա, ու դու մերժես ու հասկանաս, որ դու Աստծուն մերժեցիր, չէ, ամեն մի խրատ, որը երկնածին է, որը մարդու միջոցով կլինի, ծնողի միջոցով կլինի, եղբոր միջոցով, քույրիկի միջոցով, որը որ Աստվածանից է դու մերժում ես, դրա համար պետք է զգուշ լինենք, բա ոնց զանազանենք, իհարկե կա այստեղ ուրիշ բանել, այնպես չի, որ մենք պետք է միամիտ լինենք, հիմար լինենք, ով ինչ ասում է, ով ոնց ասում է, մենք մեր սեփականը չունենանք, ոչ, դրա մասին չի խոսքը, Սուրբ Գիրքն ասում է, եղբորից զգուշանալու մասին էլ ասում, Երեմիա մարգարե 9-րդ գլուխ, տեսեք ինչ ասում մարգարեն, Չորրորդ համարից եմ կարդում, թող ամեն մարդ զգուշանա իր դրացուց, ոչ մի եղբոր մի վստահիր, քանի որ ամեն մի եղբայր խաբելով խաբում է եւ ամեն մի դրացի բանսարկությամբ է ընթանում եւ ամեն մարդ նենգում է իր ընկերոջը ճշմարտություն չեն խոսում իրենց լեզուն վարժեցրել են սուտ ասելուն անիրավություն անելուց հոգնել են քո բնակությունը խարդախության մեջ է խարդախության հետևանքում չեն ուզում ինձ ճանաչել, ասում է Տերը։ Տեսեք, Երեմիա մարգարեն ապրում է մի ժամանակաշրջանի, մի դարաշրջանի մեջ, որ նենգությունը, կեղծավորությունը, խաբեությունը լի էր, եւ Տերը իրան ասում է ոչ մեկի չվստահես։ Նույնիսկ իր եղբայրներին էլ ասում մի վստահիր։ Սա ինչ է նշանակում, սա իհարկե չի նշանակում, որ պետք է փակվենք ու մտածենք, որ всё, մենակ Աստված ու ես ինձ մարդիկ պետք չեն, ինձ խորհուրդ պետք չի, սա նշանակում է, որ ամեն բան պետք է փորձենք եւ բարին ամուր բռնենք։ Մարդը խոսում է եղբայրը, քույրիկը կամ ինչ-որ մարդ, մենք պիտի անալիզ անենք, ամեն բան անալիզով անցկացնենք։ Աստվածային բաժինը եթե տեսնում ենք, պետք է ընդունենք։ Եթե տեսնում ենք, որ դա մեջ աստվածային բան չկա, պետք է մերժենք։ Տեսեք, նույն Պետրոսը, որ ասեց, Տեր, դու ես Քրիստոս Աստծո որդին, Հիսուս ասեց, երանելի է Սիմոն Հովանի որդի, ոչ թե մարմինն ու արյունը քեզ հայտնեցին, այլ հայրը, որ երկնքում է։ Եվ այդ նույն Պետրոսը հետո ասեց, Տեր, խղճակ ես, քավ լիցի քեզ այդ բանը լինի։ Եվ Տերը ասեց, ետից գնաս սատանա։ Նույն Պետրոսի բերանով խոսում էր Աստված, նույն Պետրոսի բերանով խոսում էր սատանան։ Եվ մենք պետք է զանազանենք եղբայրներ քույրեր, պետք է զգուշություն անենք, ամեն բան փորձենք, բարին ամուր բռնենք, զգուշանանք մարդկանցից, ասում է ավետարանը, մարդկանցից զգուշանալը պետք է եղբայրներ եւ քույրեր։
մանավանդ մեղավոր մարդկանցից, մանավանդ ըստ ավետարանի ամեն բան պետք է նայենք։ Տեսեք, եղբայրներ քույրեր, քրիստոնյան չպետք է լինի միամիտ, նաև մարդը պատգամ էր առել Աստծուց, մարդը հայտնություն էր առել Աստծուց, անձամբ Տիրոջ բերանով։ Աստված ասեց գնա, ինչ ճանապարհով գնաս, այդ ճանապարհով հետ չգաս, եւ այդ երկրում հաց չուտես, ջուր չխմես։ Եվ կար այնտեղ մի մարգարե, սուտ եղբայր, որ եկավ ու ասեց, ինձ էլ հրեշտակը եկավ, ասեց, սենց բաներ ասեց։ Հիմա այդ մարգարեն պետքա լսեր, թե պետքա չլսեր։ Պետքա չլսեր, խի պետքա չլսեր, եղբայրներ քույրեր։ Որովհետեւ Աստծուց ուներ, եթե ավետարանը ասում է, որ կինը պետքա ծածկի, մեր ինչին է պետք է ինչ-որ մեկի հայտնությունը, մարգարեությունը, կամ տեսիլքը կամ երազը, այդ լրիվ աղբա։ Եթե մի բան ասում է ավետարանից դուրս է, նզովյալ լինի ասում է։ Օրինակ է համար եմ ասում։ Դա վերաբերվի գլխաշորին, դա վերաբերվի ցանկացած պատվիրանք։ Ես չեմ ուզում ինչ-որ մի բան առանձնացնել ավետարանից, չեմ ուզում առանձնացնել, ամբողջ Գիրք Աստծոյ շունչն է։ Մենք շարժում ենք կտակարանով։ Ամեն Աստծոյ պատվիրանք, ամեն Աստծո խոսք, ամեն ասածը մենք պետքա այստեղից դուրս չգանք, այս շրջանակից դուրս չեն գալի։ Ինչ որ դրան համապատասխան չի, ինչ որ չի համապատասխանում, ասում է հայտնությանը եւ օրենքին, մարգարեությանը, դրա մեջ լույս չկա, դա ընդունելի չի։ Դրա մասին չենք խոսում։ Դա չենք քննարկում։ Դա մերժեցինք։ Մի փորձիր ասում քո Տեր Աստծուն։ Բայց այն ինչ որ դրա վրայով չի, ինչ որ ուրիշ բանի վրայով է, մենք պետքա լսողական չունենանք, եղբայրներ քույրեր, մարդիկ են խոսում։ Պետքա զանազանենք, պետքա հասկանանք, որտեղից է, ով է խոսում այդ եղբոր բերանով, այդ քույրիկի բերանով։ Եվ առաջնահերթ մեր անձերին հլա ուշադրություն դարձնենք, հա եղբայրը սխալ բան ասում կամ քույրիկը սխալ բան ասում կամ կինը տա քեզ չի նազանդում, ինչ որ մի բան սխալ անում, բայց դու առաջնահերթ քո անձդ քննիր։ Բա դու ո՞նց ես այդ իրավիճակում վարվում։ Բարկանում ես, Սուրբ Գիրքն ասում է, բարկությունը թող արևը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Գայթակղվում ես, չարանում ես, թե հեշտ տանում ես այդ ամեն ինչը։ Դա մարդիկ քովրայով սուտ բաներ խոսացին, քեզ զրպարտեցին, քարկոծեցին իրանց խոսքերով, հետո ո՞նց ես տանում այդ ամեն ինչը։ Գիտեք, մարդը կարա չներելով դժոխք գնա։ Մարդը կարա չներելով գնա դժոխք, եղբայրներ քույրեր։ Դու սկի մեղավոր չես։ Քեզ իրապես սուտ են խոսում քո մասին, քեզ իրապես զրպարտում են, բայց դու չես կարողանում ներես ու դու ընկնում ես ու ընկճվում ես եւ սատանայի որոգայթն ես ընկնում։ Թշնամուն սկսում ես տեղ տալ, բայես, տեսեք Դավիթը, երբ որ իր դեսպաններին ուղարկեց Նաբաղի մոտ, գնացին ասեցին քո որդի Դավիթը լավ օր է ուղարկել, ասում է մի բան տուր քո ծառաների ձեռքը։ Եվ այդ Նաբաղը շատ կեղտոտ մարդ էր ու շատ չարությունով վարվեց Դավիթի հանդեպ։ Ասես շատ ստրուկներ են հիմա իրանց տերերից փախչում։ Դավիթն ով է, ես նրան չեմ ճանաչում, ինչա, ես հիմա պիտի իմ բաների պաշարը վերցնեմ տամ դրան ու դուրս ոնց որ մերժեց այդ դեսպաններին ու երբ որ եկան ու Դավիթին ասեցին, Դավիթը շատ վիրավորվեց, ինքը բարիք էր արել այդ մարդուն, թույլ չի տվել որ ինչ որ մի կենթանի վնաս են իր զինվորները գողանան կամ հափշտակեն, պահպան ա եղել այդ իր հոտին եւ հիմա նա չարությունով է հատուցանում Դավիթին եւ Դավիթը չարացավ դրանից եւ գնաց որպեսի սպանի թե Նաբաղին թե նրա ամեն ինչքը։ Ցեք մարդը ոնց կարա ընկնի, դες բարիք արել։ Դու ինչ որ մեկին կարող է բարություն անես եւ այդ մարդը քեզ չարությունով հատուցանի եւ դու դրանից հոգեվոր սկսես ընկնել, ընկճվել եւ սպուսկ գնալ։ Թող Տերը մեզ օգնի։ Ուրեմն իմ խոսքի իմաստը սա է, եղբայրներ քույրեր, հոգևոր կյանքա, մենք պետք է մեր անձերը միշտ անալիզ անենք։ Մենք բաց թողենք ուրիշներին։ Մենք մեր անձերը քննենք, մենք մեր խոսքերին ուշադրություն դարձնենք։
ասում է իր ճանապարհին զգուշություն անողին պետք է հայտնեմ իմ փրկությունը։ Մենք ինքնավստահ չլինենք, ինքնահավան չլինենք, զգուշություն անենք մեր սրտերին, զգուշություն անենք մեր խոսքերին եւ քննենք, անալիզ անենք, եթե մի բան չի մեր կյանքում, ուշադիր լինենք մեր լսած բաների վրայով։ Տերը փառավորվի, բերեք կանգնենք աղոթքի, աղոթ կանենք Տիրոջը։ Տերը մեզ ազատագրի ամեն ինքնահավանությունից, ինքնավստահությունից։ Տերը իր վախը դնի մեր մեջ, մենք իրապես իմաստուն լինենք, զգուշությունով վարվենք այս աշխարհի